Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետը հանդիպել է բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքի հայրենիքը։ Երբ որ մենք երազում ենք հայրենիքի մասին, մենք կորցնում ենք հայրենիքը։ Իսկ երբ որ մենք առերեսվում ենք, որ մենք մեր երազանքին հասել ենք, մենք էլ ենք հանդարտվում, բոլորն էլ հանդարտվում են եւ մենք կենտրոնանում ենք մեր գործի վրա, սկսում ենք մտածել ինժեներու, ավելի շատ մտածել բարեկեցության, երջանկության, հարստանալու եւ հարստացնելու մասին։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես այս ճանապարհը շատ կարեւոր է, որովհետեւ ես նախկինում էլ ասել եմ, ես չգիտեմ դուք առիթ ունեցել եք լսել թե չէ, ես ասել եմ, որ այն ինչ որ ես հիմա ասում եմ եւ հիմա խոսում եմ, դա իմ անձնական տրանսֆորմացիան է, բայց վարչապետի պաշտոնում, ես շատ կարևոր է, որովհետև ես չգիտեմ ոչ վարչապետի պաշտոնում ես տրանսֆորմացիան կունենայի, թե չի ունենա, վստահ չեմ, որովհետև ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք մեր քաղաքական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն այն ա եղել, որ Հայաստանում իրականում քաղաքական կուսակցություններ շատ չեն եղել։ Հայաստանում իմ ընկալմամբ գաղափարաբանորեն եղել է մի կուսակցություն, եւ այդ կուսակցության ոնց ճիշտ ասեմ, որ բանը լինի, տրանսֆորմացված չէ, նույնիսկ դեֆորմացված կամ մուտացված տարբերակներ։ Օրինակ ասում եմ, չի եղել իրականում քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Եղել է հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ հայ ազգային կոնգրես, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ հանրապետական կուսակցություն, որովհետև մենք բոլորս ներծծված ենք եղել կորուսյալ հայրենիքի փնտրտուքի գաղափարով։ Երրորդ հանրապետությունը ինքը ստեղծվել է կորսված հայրենիքի փնտրտուքի գաղափարի հիման վրա։ Այսքան որ հիմա քննարկվում է, մենք պետք է վերադառնանք ընդհանրապես տեքստերին չկարևորելը կամ տեքստերի կարևորությունը արձանագրելը շատ կարևոր է հատկապես այստեղ, որովհետև այն տեքստը, որ մենք դրել ենք մեր պետության, դնում ենք մեր պետության հիմքում, դա այն soft-ն է, որը աշխատացնում է մեր hard-ը, չէ՞, կոպիտ ասած։ Մենք մեր ինչ ծրագիր ենք դրել, մենք ասել ենք, որ մենք ստեղծում ենք Հայաստանի Հանրապետությունը պատմական արդարության եւ ազգային իղձերի համար։ Բայց մենք չենք պատասխանել մի հարցի, պատմական արդարությունը որն է, կա պատմական արդարություն, թե չէ։ Եվ ես հիմա տենց ասոցիատիվ կտորներ եմ պատմում, որից իմ տրանսֆորմացիան սկսվել է եւ տեղի է ունեցել։ Երկու դրվագ, առաջինը մի անգամ երբ որ ես ազգային ժողովում ներկայացնում էի խաղաղության օրակարգը, դա սկզբնական փուլում էր, ընդդիմադիր պատգամավորներից մեկը արձագանքի ժամանակ ասեց, ընենց եք խոսում, կողքից լսողը լինի, կթվա թե Եվրոպայի մասին եք խոսում։ Ես արձագանքեցի, ասի, իսկ դուք համոզված եք, որ գիտենք մենք Եվրոպայի պատմությունը։ Այս մի դրվագը, հաջորդ դրվագը, երբ որ ես ըստ էության, երբ որ շփվում ենք տարբեր երկրներում ժողովուրդների մարդկանց հետ, տեսնում ենք, որ Եվրոպա մի պետություն գոնե չկա, որ իր տարածքով բավարարված է։ Չկա գոնե մի պետություն, որտեղ այդ միտումը չլինի, որ իր տարածքի մի հսկայական մասը մնացել է հարևանի տարածքում։ Չկա, այդպես երկիր չկա։ Բայց ինչի վրա է հիմնված այսօրվա Եվրոպան։ Այսօրվա Եվրոպան հիմնված է արգելակի վրա, որ մի X պահի ասում են լավ, եկեք արձանագրենք, որն է լավ, ի վերջո որն է մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Էսա մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Ուրեմն մենք ապրում ենք եւ աշխատում ենք ստեղ, սա մեր պետությունն է, սա մեր հայրենիքն է։ Այսինքն այդ դեգեր մենք շատ խոսում ենք, չէ՞ որ մենք բանենք, մենք պանդուխտի հոգեբանություն ունենք, մենք սիրում ենք պանդխտել եւ մենք խոսում ենք մեզ համար որպես անհատ։ Բայց պանդխտելը մենակ բան չի, ֆիզիկապես տեղաշարժվելը չի։ Պանդխտելը այդ նաեւ այնա, որ դու քո տեղում նստած, բայց դու պանդխտում ես անընդհատ։ Որովհետև ես էլի հարց եմ տալիս, ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ինչի է որ Գերմանիայում կամ բանում Իտալիայում ֆուտբոլի թիմերը կարան լինեն
Միլան, Ռոմա, չգիտեմ, ես այդպես մեծ էքսպերտ չեմ ֆուտբոլի։ Մարսել Ֆրանսիայում կարող լինի, Paris Saint-Germain կարող լինի եւ այլն։ Հայաստանում ֆուտբոլի առաջնության ցանկը նայում ես Ալաշկերտ, Վան եւ այլն։ Ոնց որ մի հատ Շիրակ կա, այն էլ խորթային միությունից ինչ որ ձևերով այդ իրավակազմակերպական ձև մնացել է։ Հա, Արարատ, ինչի՞ է որ սուպերմարկետ որ բացում ենք, մեր առաջին միտքն է նա, որ Իրանը կամ Ադանա պետք է լինի, կամ Վան, կամ Մուշ։ Ինչի՞ց է դա։ Ինչի՞ց է։ Մենք պետք է առերեսվենք։ Ինչի՞ չի կարող լինի ֆուտբոլի թիմը Հրազդան, ով կարա բացատրի։ Ինչով է Դիլիջան անունը։ Արտաշատը մեր պատմական մայրաքաղաքն է։ Մեր ինքնության բանն է, առանցքն է։ Ինչի՞ չկա Հայաստանում Արտաշատ անունով ֆուտբոլի թիմ։ Արմավիր անունով ինչի չկա ֆուտբոլի թիմ։ Արարատի հետ կապված ես պրետենզիա չունեմ, որովհետև մենք Արարատ քաղաք ունենք։ Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք մենք պետք է առերեսվենք։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում «Մի րոպե մի բան ասեմ» խորագրով գրառում է արել, պատմելով, որ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, տեղեկացնելով, որ իր երկրում ապատեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառողները հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտների ինֆորմացիան է, որ հանրության վրա նեգատիվ ազդեցություն կունենա, նրանց տրամադրելով պետության եւ կառավարության դեմ։ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա, նրանց տրամադրելու պետության եւ կառավարության դեմ, եւ պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են. առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա քննարկում ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում թեմայով։ Միջոցառման նպատակն է եղել քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես սոցիալական մեդիայի եւ սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսեւորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշներն, ինչպես նաեւ անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելման ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը, ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխություն, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Օնլայնորեն տարածվում է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի անհրաժեշտ է համատեղ, սոլիդար եւ հետեւողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Այս համատեքստում թե ազգային ժողովը, թե հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն։ Ատելության խոսքի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմերի ձևավորման եւ գործարկման հարցում։ Կեսական նշանակություն ունի այն, որ բոլոր դերակատարները հստակ գիտակցեն, ատելության խոսքն անթույլատրելի է ցանկացած պարագայում։ Այստեղ կարևոր է նաեւ մեդիայի դերը։ Տեղեկատվական միջավայրը պետք է ծառայի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ իրավաչափ խոսքի առնչությամբ հանրային իրազեկման բարձրացմանն ու հասարակական համայրաշխության ամրապնդմանը։ Այսօր նշվում է ճարտարապետության համաշխարհային օրը, մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Սիրելի ճարտարապետներ, հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ։
Վերջին շաբաթները հագեցած էին ճարտարապետական ամենատարբեր նախաձեռնություններով, որոնք աշխուժացնում են մասնագիտական քննարկումները, հնարավորություն տալիս առօրյա աշխատանքային պարտականություններից հայացքն ուղղելու ճարտարապետության առաքելությանը։ Ճարտարապետը մշտապես երկընտրանքի առջև է գործնական լուծումներն ու ժամանակի պահանջները ներդաշնակեցնելու գեղագիտական արժեքների եւ մշակութային ժառանգության հետ։ Ճիշտ համադրության արդյունքում ճարտարապետությունն աշխատանքից փոխակերպվում է գեղեցիկի կերտման արվեստի, ստեղծելով քաղաքաշինական միջավայրեր, բնակավայրերի դիմագծեր։ Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Քաղաքաշինության կոմիտեն ճարտարապետական թիմերի հետ համագործակցությամբ հաջողությամբ ավարտել է միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման հսկայածավալ աշխատանքը։ Հայաստանի բոլոր բնակավայրերն արդեն ունեն հաստատված գլխավոր հատակագծեր, գոտևորման նախագծեր, ըստ էության զարգացման հեռանկարն արտացոլող քաղաքաշինական անձնագրեր։ Կարևորելով համայնքների կայուն եւ հավասարաչափ զարգացումը, գալիք տարիներին առաջնահերթ է լինելու Հայաստանի տարաբնակեցման նախագծի մշակումը։ Այս պատասխանատու եւ միջոլորտային հանձնառությունը կյանքի կոչելու համար անշուշտ անհրաժեշտ է նախ եւ առաջ ճարտարապետ քաղաքաշինարարների ներուժը։ Ճարտարապետների կարողությունների առավել լայն դրսևորման հնարավորություն են ստեղծում նաեւ կառավարության հեռանկարային խոշոր նախաձեռնությունները եւ ոլորտային տարբերություններով ընթացող ու նախատեսված քաղաքաշինական ծրագրերը։ Թվային այս դարաշրջանում ճարտարապետությունն անխուսափելիորեն փոխակերպվում է։ Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ճարտարապետների համար բացվում են նոր հորիզոններ, միջազգային փորձին համընթաց քայլելու եւ մրցունակ գաղափարներ առաջարկելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն ձեր աջակցությամբ եւ ակտիվ համագործակցությամբ ձգտելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը։ Սիրելի գործընկերներ, մաղթում եմ, որ ձեր աշխատանքը շարունակ ուղեկցվի ստեղծագործական ոգեշնչմամբ, նորարար մոտեցումներով, հուսալի գործընկերությամբ եւ արժանի գնահատանքով։ Տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ժամանակ քաղաքապետը հատուկ ուշադրություն է դարձրել կառուցապատողների շինթույլտվությունների ժամկետների երկարացման խնդրին։ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսուհետ շատ խիստ է լինելու շինթույլտվության ժամկետների երկարացման արտոնությունները ուղղակի կապված են լինելու շինհրապարակների կահավորման նորմերի պահպանման հետ։ Մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը, ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ, մասնավորապես ցանցերով եւ համապատասխան կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ ավականին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ, այսինքն նույն չափով եւ համարժեքորեն։ Հետևաբար, արգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա։ Վստահաբար եմ ասում եւ ուզում եմ հատուկ հիմա շեշտել, սա այն է լինելու, ինչ մենք ավականիով դեկտեմբերին որոշումը ընդունելու ենք։ Եվ հետեւաբար, հարգելի կառուցապատողներ, խնդրում եմ այս ուղերձը շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով։ Կարծում եմ, այս խոսակցությունները բավարար են, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք։ Տեսեք, մենք սկսեցինք հստակ կանոններից, որոնք որ թողեցինք նաև որոշ չափով կառուցապատողների պատասխանատվությանը, հասկանալով, որ տուգանքի չափը փոքր է, այսինքն եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։
Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հետևաբար խնդրում եմ օր առաջ եւս մեկ անգամ մտածել ձեր ընդհանուր քաղաքականության մասին։ Ավարտվեց հորիզոնային թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Այսօր Ադրբեջանում Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ովքեր են մասնակցում։ Սա թուրքական պետությունների կազմակերպության թվով 12-րդ գագաթնաժողովն է եւ անց է կացվում ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Սովորաբար այդ վայրը միջոցառման անցկացման կազմակերպման կարևոր նշանակություն է ունենում եւ իհարկե պատահական չի ընտրվում։ Հիշեցնեմ, նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Ալիևի նախաձեռնությամբ կայացել էր Շուշիում եւ դա հասկանալի ազդակ էր եւ բարձր ում էր ուղղված։ Այս գագաթնաժողովը անց է կացվում Գաբալայում եւ դա նույնպես պատահական չէ, քանի որ Գաբալայում է գործել ռուսաստանյան վերջին ռազմաբազան Ադրբեջանում։ Այդ ռադիոլոկացիոն կայաններ այնտեղ գործում եւ այս անգամ արդեն սա ազդակ է հավանաբար ուղղված Մոսկվայի։ Այսօր հյուրերի մեծ մասը ժամանել են արդեն Ադրբեջան, գագաթնաժողովը այսօր սկսել է իր աշխատանքը, այդ թվում Ղազախստանի նախագահն է ժամանել, Հունգարիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունների ղեկավարներն են ժամանել, Թուրքմենստանի նախագահը չի եկել, թեև այդ պետությունը կարգավիճակ ունի կազմակերպությունում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Էրդողանը համենայն դեպս առայժմ Ադրբեջան չի ժամանել։ Պետք է հիշեցնեմ, որ նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը Շուշիում էր անցկացվել, Թուրքիայի նախագահի կողմից ըստ էության բոյկոտի էր ենթարկվել։ Էրդողանը չէր ներկայացել եւ Թուրքիան ներկայացնում էր ընդամենը փոխնախագահ Ելմազը եւ պաշտոնական վարկածը, որ նա չէր կարող գալ Շուշի, քանի որ պետք է Թուրքիա-Նիդերլանդներ ֆուտբոլային խաղին հետևեր, իհարկե քչերին տպավորեց, ակնհայտ էր, որ սա քաղաքական դեմարշ էր, հավանաբար կապված այն հանգամանքի հետ, որ Ալիևը առանց Էրդողանի հետ համաձայնեցնելու սկսել էր զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ, բացի այդ էլ երևի Էրդողանը համարել էր, որ չպետք է մասնակցի գագաթնաժողովին, որը կազմակերպվում է մի քաղաքում, ուր Թուրքիային հյուպատոսություն բացելու իրավունք Իլհամ Ալիևը չի տալիս։ Մինչ օրս իդեպ Թուրքիան այդպես էլ չկարողացավ Շուշիում հյուպատոսություն բացել։ Ինչևէ, մինչ այս ժամը Էրդողանը չի ժամանել, բայց մամուլում գրում են, որ հնարավոր է վաղը միանա գործընկերներին եւ այնուամենայնիվ մասնակցի։ Վաղը նաև կսկսի իր աշխատանքը թուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը եւ նաև այլ երկկողմ հանդիպումներ կունենան մասնակիցները։ Հիշեցնեմ, այդ կազմակերպությունը ժամանակին հիմնադրվել էր Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղստանի կողմից, ավելի ուշ միացել էր նաև Ուզբեկստանը եւ նաև դիտորդի կարգավիճակ էին ստացել Հունգարիան, Հյուսիսային Կիպրոսը։
Բայց բացի այդ կազմակերպության շրջանակներում գործում են նաև այլ կառույցներ, մասնավորապես խորհրդանական վեհաժողովը, թուրքալեզու պետությունների թուրքական մշակույթի հիմնադրամը, որի կենտրոնական գրասենյակը Բաքվում է գործում, թուրքական ակադեմիան, թուրքական ներդրումային հիմնադրամը, որի անդամ պետություններից յուրաքանչյուրը $100 միլիոն է ներդրել։ Կազմակերպությունը շարունակում է ազդեցություն ձեռք բերել, բավական է հիշեցնել, որ այդ կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների ընդհանուր տարածքը հասնում է 4.5 միլիոն քառակուսի կիլոմետրի, իսկ ընդհանուր բնակչությունը 160 միլիոնի է հասնում։ Արտեմ, մասնակիցների թվում են նաև Հունգարիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարները, նրանց մասնակցությունը ինչով է պայմանավորված։ Այո, արդեն որերորդ անգամ է, երբ Հունգարիան անձամբ է ներկայացնում Վիկտոր Օրբանը, շատ կասկածելի գիտական վարկածի համաձայն հունգարացիների նախնիները թուրք են եղել, համենայն դեպս Ալթայից են եկել եւ այդ հանգամանքը օգտագործելով Հունգարիան այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ստացել։ Դրանով պարզապես Ուրբանը շարունակում է հակադրվել Եվրամիությանը եւ ընդհանրապես Եվրոպային։ Արդեն երկրորդ անգամ է գագաթնաժողովերին մասնակցում է թուրքական ինքնահռչակ այդ Կիպրոսի հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, թեև այդ չճանաչված հանրապետությունը անգամ Ադրբեջանը չի ճանաչում եւ ոչ մեկ աշխարհում բացի Թուրքիայից։ Այլ պետություններում անցկացվող գագաթնաժողովներին Էրսին Թաթարը չի հրավիրվում, բայց արդեն երկրորդ անգամ է, ինչ Իլհամ Ալիևն է անձամբ նրան հրավիրում, ընդ որում արժանացնում է որպես երկրի ղեկավարի ընդունելության։ Դա իհարկե դուրը չի գալիս Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին, բայց որևէ լուրջ բան դրան հակադրել չեն կարողանում։ Իդեպ Ալիևը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը լիիրավ անդամի կարգավիճակ ստանա թուրքական պետությունների կազմակերպությունում, այն դեպքում, երբ ինքը Ադրբեջանը չի ճանաչում թուրքական հանրապետությունը, այսինքն փորձում է Կենտրոնական Ասիայի պետությունների ձեռքով հասնել մի բանի, ինչը անձամբ ինքը անել չի ցանկանում։ Արտեմ, Ալիևը Հայաստանի դեմ իր կողմից վարվող արշավի համար ծառայեցնում է թուրքական պետությունների կազմակերպությունը։ Իհարկե շարունակում է դա անել եւ այն, որ անցած գագաթնաժողովը Շուշիում էր անցկացվել, այն, որ այնտեղ Ալիևի նախաձեռնությամբ ընդունվեց հակահայկական իր բնույթով Ղարաբաղյան հռչակագիրը, դրա մասին են վկայում։ Հավանաբար այս անգամ եւս վերջնական հռչակագրում կլինեն հակահայկական ինչ-որ դրույթներ։ Նախագահությունը կազմակերպությունում Ղրղստանից անցնում է Ադրբեջանի, դա եւս Ալիևին որոշակի լծակներ կտա օգտագործելու համար կազմակերպությունը Հայաստանի դեմ։ Հետարքիրն այն է, որ այդ կազմակերպության անդամ են հանդիսանում պետություններ, որոնք համենայն դեպս ֆորմալ շարունակում են հանդիսանալ Հայաստանի դաշնակիցներ։ Խոսքը Ղազախստանի, Ղրղստանի մասին է։ Ադրբեջանի նախագահը արդեն որերորդ անգամ հիմք է նախապատրաստում այդ կազմակերպության շրջանակներում ինչ-որ ուժային կառույց ստեղծելու։ Եվ իհարկե բաց տեքստով չի խոսվում կառույցը ռազմաքաղաքական դաշինք դարձնելու մասին, բայց Ալիևը օրինակ ասել էր, որ կազմակերպությունը պետք է դառնա ուժային կենտրոն, որ կազմակերպության շրջանակներում պետք է ձևավորվի անվտանգային կարկաս։ Ժամանակ առ ժամանակ թուրքական եւ ադրբեջանական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ արդեն անհրաժեշտ է ստեղծել համատեղ զինված ուժեր։ Օրինակ 20 թվականին Արցախյան երկրորդ պատերազմից հետո թուրքական Թուրքիայի Գազեթեսի թերթը գրում էր, որ արդեն պետք է ձևավորել հստակ կառույցներ, որոնք կհամախմբեն 5 պետությունների պետական բանակները եւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել։ Եվ անգամ ստիպված էր դրան արձագանքել Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ակնարկել էր, որ չափազանց բացասական հետևանքներ կարող են լինել, եթե այս գաղափարը իրականություն դառնա։ Շնորհակալություն ասեմ։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորդյուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, այս մասին այսօր հաղորդել է France Press գործակալությունը։ Մակրոնը ընդունել է այն, հաղորդել է գործակալությունը հղումանելով Ելիսեյան պալատին։ Հիշեցնենք, որ Սեբաստիան Լեկորդյուն Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 9-ին, 27 օր պաշտոնավարելուց հետո Լեկորդյուն դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարճ ժամանակահատվածում պաշտոնավարման վարչապետը։ Միջազգային ուշագրավ մյուս լուրերը ներկայացնենք տեսանյութում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը լրջորեն կվնասի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները, բայց չի փոխի մարտադաշտում իրավիճակը, որտեղ ռուսական բանակը դանդաղ, բայց հաստատուն առաջ խաղացում է գրանցում, հայտնում է CNN-ը։ Այս մասին Պուտինը հայտարարել է Սոչիում կայացած միջազգային արտաքին քաղաքականության փորձագետների ֆորումում։ Հարցին, թե Թրամփը Ռուսաստանը որակում է թղթեվագր, ավելի քան 3.5 տարի տևած պատերազմից հետո իր փոքր հարևանին հաղթելու անհաջողության պատճառով Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը բախվել է Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին։ Մենք պայքարում ենք ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի դեմ եւ շարունակում ենք առաջ շարժվել։ Շարունակում ենք առաջ շարժվել, վստահ ենք զգում, եւ եթե մենք թղթեվագր ենք, ապա ինչ է ՆԱՏՕ-ն ինքնին։ Թղթեվագր։ Գնացեք եւ զբաղվեք այս թղթեվագրի հետ։ Սպիտակ տունը չի արձագանքել Պուտինի խոսքերի վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։ Կիրակի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի Լվովի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարված է հասցրել, որը լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Լվովի մարզի վրա իրականացված ամենամեծ հարվածն է եղել, հայտնում է BBC-ն։ Այն տևել է ավելի քան 5 ժամ։ Զոհվել է 4 հոգանոց ընտանիք, այդ թվում 15-ամյա աղջիկ, իսկ 6-ը վիրավորվել են։ Լվովում հրթիռներ են բռնկվել եւ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է միջազգային հանրությանը Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից իրականացրած հարձակումներին չարձագանքելու համար։ Աշխարհը արժանապատիվ ուժեղ արձագանք չունի տեղի ունեցող ամեն ինչի հարձակումների մասշտաբի եւ իրավիճակի անընդհատ սրման նկատմամբ։ Հենց դրա համար է Պուտինը դա անում։ Նա պարզապես ծիծաղում է արևմուտքի վրա, նրա լռության եւ կոշտ արձագանքի բացակայության վրա։ Համասի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններն այսօր Եգիպտոսում բանակցություններ են վարելու հույս ունենալով ավարտին հասցնել համաձայնագիրը հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց Գազայի հրադադարի ծրագրի վրա։ Թրամփը CNN-ին ասել է, որ Համասը կարող է լիակատար ոչնչացման ենթարկվել, եթե հրաժարվի զիջել իշխանությունը Գազայում, եւ նա նաեւ ճնշում է գործադրում Իսրայելի վրա առաջարկը առաջ մղելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը կանխատեսում է, որ բանակցությունները կտևեն մի քանի օր։ Թրամփը կոչ է արել Իսրայելին ժամանակավորապես դադարեցնել Գազայի ռմբակոծությունները, սակայն անկլավի հիվանդանոցների տվյալներով շաբաթավերջին Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Եվրոնյուսին տված բացառիկ հարցազրույցում Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Համասը կրում է պատանդների անհապաղ ազատ արձակման եւ ԱՄՆ նախագահի խաղաղության համաձայնագրի լիակատար ընդունման պատասխանատվության բեռը։ Բենյամին Նեթանյահուն նաեւ քննադատել է Եվրոպային իր խոսքերով իսլամիստներին զիջելու համար։ Մի կերակրեք Կոկորտիլոսին, թե չէ նա կգա ձեր հետևից հարցազրույցում եվրոպացի առաջնորդներին զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Երեք եվրոպական մի շարք քաղաքներում 100,000-ավոր մարդիկ երթի են դուրս եկել ի պաշտպանություն պաղեստինցիների եւ մարդասիրական նավատորմի Գազա հասնելու փորձի։ Բողոքի ցույցերը անցկացվել են Համասի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման երկրորդ տարելիցի առթիվ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 67,000 պաղեստինցի։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ցույցը Թբիլիսիի կենտրոնում վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական պալատ, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի 5 անդամներ ձերբակալվել են։ Կառավարությունը տապալելու փորձը ձախողվել է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ընդդիմության կողմից բոյկոտի ֆոնին իշխող վրացական երազանք կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրողների ավելի քան 80%-ը քվեարկել է նրա թեկնածուների օգտին։ Եվրամիությունը կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարությունում նշվում է, որ Եվրամիությունը վճռականորեն մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի մասին ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ դատապարտում է Եվրամիության դեսպանի վրա անձնական հարձակումները։
Անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ օրենքների ընդունումը, ընդդիմադիրների եւ ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաեւ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ կրճատել է մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Սիրիայում կիրակի օրը անցկացվեցին Բաշար al-Ասադի տապալումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները վերահսկել է Սիրիայի ժողովրդական ժողովի գերագույն կոմիտեն, որի 11 անդամներն ընտրվել են նախագահի կողմից հունիսին։ 3 նահանգներում ընտրությունների հետաձգման պատճառով 60 ընտրատարածքներից միայն 50-ի ընտրական կոլեգիաները կընտրեն ժողովրդական ժողովի 120 անդամի։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 1500 թեկնածու։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Ճոճկան եւ Խարկոպ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 9 ժամը 21-ը կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լեռնակերտ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Լուսակերտ, Հոռոմ, Սարատակ, Փանիկ, Բեղրաշեն, Նոր կյանք, Հանուշավան, Գետապ, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հառիջ, Վարդաքար, Հովտաշեն, Սպանդարյան, Հայկասար, Արևշատ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին առայժմ։